Հռոմից, Փարիզից ու Բերլինից այսպիսի կնիքներ հավաքել էիք սիրում։ Ափսոս, բայց էլ չի ստացվի։ Շենգեն գոտում մուտքի ու ելքի նոր թվային համակարգ կա։ Ինչ է սա նշանակում եւ ում է վերաբերում։ Սա նշանակում է, որ հայաստանցիները, ինչպես Եվրամիությանը չանդամակցող մյուս երկրների բնակիչները պիտի իրենց բիոմետրիկ տվյալները տրամադրեն, այսինքն դեմքը նկարվի, մատնահետքը սկանավորվի։ Նոր համակարգը գործում է Շենգեն գոտում, որը ներառում է ԵՄ անդամ 27 երկրներից 25-ը, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան։ Իռլանդիան եւ Կիպրոսը Շենգեն գոտու մաս չեն, հետևապես ամեն ինչ այստեղ նախկինի պես կլինի։ Նոր համակարգը անձնագրային ստուգմանը չի փոխարինում։ Ճամփորդողներին նաև սահմանապահները պիտի ստուգեն, բայց նախատեսվում է, որ հետագայում անձնագրի մեջ կնիք չի դրվի, դեմքը, մատնահետքն ու մուտքի եւ ելքի մասին տվյալները բավարար կլինեն։ ԵՄ-ում կարծում են, որ այս համակարգը կրճատելու է հերթերը, իհարկե ոչ առաջին փուլում, երբ նոր է ներդրվում։ Բացի այդ, թույլ է տալու, որ հետևեն Շենգեն մտնողների հոսքին ու տվյալներ ստանան անվտանգության նպատակներով։ Մասնագետները զգուշացնում են, համակարգն ավտոմատ կգտնի նրանց, ովքեր 180-օրյա ժամկետում 90 օրից ավելի են Շենգեն գոտում մնացել, այսինքն նաև անօրինական միգրացիայի դեմ է պայքարելու։ Սա համակարգի փուլային ներդրման սկիզբն է, այն լիարժեք կգործարկվի մինչև 2026-ի ապրիլի 10-ը։ Շենգեն գոտում ձեր թվային տվյալները բացառությունները չհաշված 3 տարի կպահվեն, հետո կհեռացվեն։ Դրանք ըստ անհրաժեշտության կարող են տրամադրվել ուժայիններին, սահմանապահներին, միգրացիոն իշխանություններին։ Իսկ եթե հրաժարվեք նկարվել կամ մատնահետք տալ, Շենգենն էլ ձեզ կմերժի։ Մուտքն առանց այս տվյալների հնարավոր չէ։